Good afternoon. Today Բարի օր, զրուցելու ենք Թագավորական Միացյալ Ծառայությունների ինստիտուտի ֆինանսների եւ անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրեն Թոմ Քիթինգի հետ։ Նրա հետազոտությունները ֆինանսների եւ անվտանգության հարցերի շուրջ են։ matters at the intersection of finance and security. Good afternoon. Thank you. Բարի օր, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ It's my great pleasure. Ինձ է հաճելի, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ With your visit to Armenia, with the reasons, with the aims. Սկսենք ձեր Հայաստան այցի պատճառներից եւ նպատակներից, որոնք են այն հիմնական առանցքային թեմաները, որոնց վրա դուք կենտրոնանում եք։ Attention. So Armenia is a fascinating country in a very Հայաստանը հետաքրքիր երկիր է, որը քարտեզի ու երկրագնդի վրա շատ աշխարհառազմավարական դիրքում է գտնվում։ Այնինչ մենք դիտարկում ենք մեր աշխատանքում, ֆինանսների դերն է միջազգային անվտանգության մեջ։ 2-3 կոնկրետ թեմա կա, որը մեզ հետաքրքրում է Հայաստանում։ Առաջինն իհարկե այն է, որ վերջին 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա։ Այսպիսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի վրա կենտրոնանալը մեզ համար հետազոտության հիմնական ոլորտն է եւ մասնավորապես կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես են Եվրամիության մաս չկազմող երկրները հաղթահարում այդ պատժամիջոցների հետևանքով ստեղծված ալիքները։ Փոթորիկը։ Դա առաջինն է, որ հետաքրքրում է մեզ։ Երկրորդը հաջորդ տարի 2026 թվականին Հայաստանում պետք է տեղի ունենան հերթական ընտրությունները։ Մենք սկսում ենք ավելի շատ նկատել, որ ֆինանսները օգտագործվում են ժողովրդավարական գործընթացները խարխլելու, ընտրությունների վրա ազդելու փորձերում։ Նայեք Մոլդովայի ու Ռումինիայի փորձին։ Moldova, look at the experience in Romania recently. Վրաստանի, Georgia indeed as well. We can also talk about that. Իսկապես նաև Վրաստանի փորձին։ Կարելի է խոսել նաև այդ մասին։ Այսպիսով դա մեզ իսկապես հետաքրքրում է հասկանալու, թե ինչպես է երկիրը, ինչպես են իշխանությունները պաշտպանում իրենց այսպես ասած չար սև փողերից, որոնք գալիս են երկիր, ապա կայունացնելու ձեր ընտրությունները։ Սրանք այն երկու բաներն են, որոնք իսկապես հետաքրքրում են մեզ։ Եվ իհարկե դուք նաև Իրանի հետ հարևան եք։ Իսկ այժմ մենք մի ժամանակահատվածում ենք ապրում, երբ Միացյալ Նահանգների նոր նախագահը անընդհատ խոսում է Իրանի մասին։ Այսպես որ կրկին Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները հասկանալը իսկապես հետաքրքիր է։ Tremendously fascinating as well. We will come to this topic step by step, but if you don't mind, let's start with the մենք քայլ առ քայլ կգանք այս թեմաներին, բայց եթե դեմ չեք, սկսենք հետևյալից։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ Եվրամիության հետ ավելի սերտ կապեր ունենալու ձգտում ունի։ Տնտեսական, ֆինանսական, գուցե անվտանգային նկատառումներից ելնելով, ինչպես պետք է կողմնորոշվի այս տարբերություններում։ in navigating these different affiliations. Yeah, so I think one thing that diplomats in Brussels and Կարծում եմ մի բան, որը Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Լոնդոնի դիվանագետները դանդաղ էին հասկանում, այն էր, թե կոնկրետ ինչ են ուզում խնդրել Հայաստանի նման երկրներից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համատեքստում։ Բայց նրանք հիմա դա հասկացել են եւ շատ պարզ խնդրանք է։ Կան այսպես կոչված կրիտիկական նշանակության ապրանքներ, օրինակ միկրոչիպեր ու այլ էլեկտրոնային ապրանքներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի բանակին։ Այսպիսով դիվանագետները գալիս են Բրյուսելից եւ այլ վայրերից ու ասում. «Մեզ չի անհանգստացնում։ Դուք կկարողանաք պահպանել պատժամիջոցների ողջ շրջանակը, թե we're ոչ»։ not worried about the full range of sanctions, all the different packages that they've been. We really would just like your support. Մենք իսկապես կցանկանայինք ունենալ ձեր աջակցությունը, համոզվելու, որ Ռուսաստանը չի կարողանա ձեռք բերել այս կարևոր ապրանքները Հայաստանի միջոցով, որ հայկական ընկերությունները չեն ներմուծի այդ ապրանքները եւ չեն արտահանի դրանք Ռուսաստան։ Սա շատ պարզ խնդրանք է։ Հետևաբար կարծում եմ, որ այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է, իհարկե բարդություն է, բայց խնդրանքն էլ այնքան փոքր է, որ չեմ կարծում անհանգստության պատճառ կարողանա դառնալ։ Միևնույն ժամանակ այս խնդրանքը բավարարելը շատ լավ կընդունվի Բրյուսելում, որի հետ Հայաստանը կցանկանար մերձենալ եւ ավելի շատ առևտուր անել։ Where there is a community that Armenia would like to get closer to and like to do more trade with. So, look, I understand it, but from the other point, we see that Moscow keeps on going with threats. Տեսեք, ես հասկանում եմ, բայց մյուս կողմից Մոսկվան շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, զգուշացնել, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են, եւ եթե Հայաստանը շարունակի եվրոպական այս ուղին, հետևանքները չեն ուշանա։ This European path, the circumstances will not be long in coming. So, in this Նրանք օրինակ մատնանշում են նաև տնտեսական վերջին ցուցանիշները, ասելով, որ օրինակ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը անցյալ տարի աճել է հասնելով
իմաստով մոտ 12 միլիարդ դոլարի։ Այս նախազգուշացումների եւ սպառնալիքների լույսի ներքո ինչպես կարող է Հայաստանը հավասարակշռություն պահպանել։ Ասացիք, որ կան կոնկրետ բաներ ռազմական հարցերում եւ այլն, բայց ինչպես պահպանել այս հավասարակշռությունը Եվրամիության եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Well, to be honest, just after 3 days here, I can imagine. Դե ճիշտն ասած, այստեղ ընդամենը 3 օր անցկացնելուց հետո ես չեմ պատկերացնում, որ աշխարհում կարող է մեկ այլ երկիր լինի, որը ավելի լավ է հավասարակշռություն պահպանում աշխարհքաղաքական տարբեր տեսակի լարվածությունների պայմաններում, որոնց դուք բախվում եք որպես երկիր։ Եվրամիությունում եւ Մեծ Բրիտանիայում քաղաքականություն մշակողներին մենք ասում ենք, որ չի կարելի գնալ Հայաստանի նման երկիր եւ պարզապես ասել. խնդրում ենք, արեք այն, ինչ մենք ուզում ենք, առանց որևէ բան առաջարկելու։ Կարծում եմ, որ հայտորեն Հայաստանը կարող է ասել. այո, իհարկե, մենք գտնում ենք, որ վրդովեցուցիչ է, որ Ռուսաստանը ապօրինի ներխուժել է Ուկրաինա։ Մենք Ուկրաինայի կողքին ենք պաշտպանելու նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց միևնույն ժամանակ կա մի բան, որ մենք էլ կցանկանայինք ստանալ։ Եվ իմ շատ հանդիպումներում այստեղ Երևանում, նաև Թբիլիսիում եւ այլուր արդիկ միանգամից նշում են, որ Ռուսաստանի հետ առևտուրը աճել է, իսկ Եվրամիության հետ առևտուրը նվազել։ Խնդրում ենք, կարելի է այնպես անել, որ Եվրամիության հետ առևտուրն աճի։ Կարծում եմ, որ դա իսկապես այն է, ինչ ես կխնդրեի, եթե լինեի Հայաստանի կառավարության տեղում։ Ինչպես կարող ենք մենք մեծացնել մեր առևտուրը։ Որքան որ հասկանում եմ, ժամանակին Հայաստանի ապրանքաշրջանառության 25%-ը Եվրամիության հետ էր։ Այժմ այն բավական կտրուկ ընկել է։ Եվ ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի հետ էլ այն աճել է։ Դա վատ պատկեր է Եվրամիության տեսանկյունից, եւ Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանին լուծել այդ խնդիրը եւ մեծացնել առևտուրը Եվրամիության հետ։ Address that picture and increase trade with the European Union. So coming to the topics that you have mentioned. Գալով այն թեմային, որի մասին դուք նշեցիք հարցազրույցի սկզբում, Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, կա արդյոք իրատեսական ճանապարհ Հայաստանի համար Ռուսաստանի հետ տնտեսական կապերը պահպանելու, խուսափելով երկրորդական պատժամիջոցների թիրախ դառնալուց։ Ու այս 3 տարիների ընթացքում ինչպես է իրեն պահել Հայաստանը, հաշվի առնելով այն, ինչի մասին դուք հենց հիմա խոսում եք։ So I've been quite impressed with how aware. Ես բավականին տպավորված էի, թե որքանով են տեղյակ Հայաստանի իշխանությունները պատժամիջոցների հետ կապված պահանջներից, ինչ աշխատանքային խմբեր կան, որոնք ստեղծվել են, որպեսզի բոլոր իրավասու գործակալությունները տեղեկացված լինեն, որ բանկերը հասկանում են, թե ինչ պետք է անեն, հասկանում են այն սահմանափակումները, որոնք դրվել են Հայաստանում գործող ռուսական եւ իրանական բանկերի նկատմամբ։ Այնպես որ իմ տեսակետն այն է, որ Հայաստանում հասկանում են, թե ինչ է պետք անել։ Եվ կրկին կարծում եմ, որ պետք է հիշել, որ այն խնդրանքը, որ մեծ յոթնյակը ներկայացնում է Հայաստանին, համեմատաբար նեղ է, այնպես որ դա ամենևին էլ չի նշանակում դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանին խնդրում են դադարեցնել առևտուրը կարևոր ապրանքների գծով։ Խոսելով պատժամիջոցների մասին տարբեր երկրներում մենք հաճախ տեղի գործարարներից ենք լսում բողոքներ։ Նրանք ասում են՝ «Վա, իմ բիզնեսը կկործանվի» եւ այլն։ Չեմ կարծում, որ դա այդպես է։ Կարծում եմ, եթե դուք էլեկտրոնային ապրանքներով չեք զբաղվում, եթե դուք այլ ապրանքներ եք արտահանում, ապա անկեղծ ասած ձեր բիզնեսը կշարունակվի։ Ուստի հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռություն պահպանել Ուկրաինայի պատերազմի հետ կապված մեծ յոթնյակի ու Եվրամիության ուզածի, նաև Սփյուռքի արկայությամբ պայմանավորված։ Օրինակ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների անխուսափելիորեն շարունակականության միջև։ Նկատի ունեմ, որ այդ կապերը չեն անհետանա, այսպես որ մենք պետք է իրատես լինենք այն հարցում, թե ինչպես են այդ կապերը շարունակում ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրի վրա։ Դուք ռիսկեր եք տեսնում, որ Հայաստանը կարող է օգտագործվել ապօրինի ֆինանսական հոսքերի համար, հաշվի առնելով տարածաշրջանում անկայունության աճը։ Այսպիսով, որոնք են առաջնային ոլորտները եւ ֆինանսական ուղիները, որոնց համար Հայաստանում հեշտացվում են ապօրինի ֆինանսական հոսքերը։ Նշեցիք նաեւ ընտրությունների հավանական միջամտությունը։ Մտահոգություն ունեք, որ այս երկու բաները ինչ որ կերպ կապված են։ These two things are connected in a way. So when we think about elections, there are, I think, Ընտրությունների մասին կարծում եմ 2-3 նկատառում կա անելու։ Առաջինն այն է, թե արդյոք երկիրը ունի համապատասխան օրենքներ, որպեսզի ընտրական գործընթացի ամբողջականության խաթարման դեպքում քրեական հետապնդումներ լինեն։ Այսպիսով, օրինակ, եթե նայենք, թե ինչ էր տեղի ունենում վերջերս Ֆրանսիայում կամ Ռումինիայում, ապա կտեսնենք, որ նրանք ունեն համապատասխան օրենսդրություն։ Ռումինիայի պարագայում հնարավոր դարձավ բացառել անձի մասնակցությունը նախագահական ընտրություններում եւ նոր ընտրություններ նշանակել։ Ֆրանսիայում էլ Մարին Լը Պենին արգելվել է
երկար ժամանակով քաղաքականությամբ զբաղվել։ Այսպիսով կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ունենալ ճիշտ օրենքներ, բայց երկրորդն այն է, որ պետք է ունենալ այնպիսի ամբողջական ֆինանսական համակարգ, որ մարդիկ իմանան, թե ով է օգտագործում այդ ֆինանսական համակարգը։ Բանկերը պետք է վերահսկեն, թե որտեղից են գալիս փողերը, որտեղ են գնում եւ ինչի համար են դրանք։ Եվ դա ոչ միայն ընտրությունների հետ կապված, այլ ֆինանսական համակարգի ամբողջականության հետ կապված պահանջ է։ Միջազգային հանրությունը 7-8 տարին մեկ երկրներին գնահատում է այդ թեմայով։ Իսկ Հայաստանը գնահատելու են այս տարվա վերջին։ Այս տարվա հոկտեմբերին նրանք կայցել են Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական բանկը։ Նրանք կայցել են Հայաստան 2025 թվականի հոկտեմբերին եւ տեղում կստուգեն, թե որքան խստորեն է Հայաստանը կառավարում իր ֆինանսական համակարգը։ Սա որոշակի հեռանկար է, բայց խոսքը միայն բանկերի մասին չէ։ Խոսքը նաև կրիպտո արժույթների, փոխանակման կետերի ու ոչ ֆորմալ ֆինանսական փոխանցումների մասին է։ Այսպիսով մենք պետք է համոզվենք, որ ֆինանսական համակարգը ամբողջականություն ունի, բայց ամենից հաճախ դա իհարկե բանկերին է վերաբերում, քանի որ նրանք են, որ փողերը տեղափոխում են սահմաններով։ Ես կասեի, որ սրանք են այն ոլորտները, որոնց վրա մենք պետք է կենտրոնանանք։ Last topic, the regional instability. Եվ վերջին թեման՝ տարածաշրջանային անկայունությունը եւ հայ-ադրբեջանական հակամարտության առկայությունը նույնպես լուրջ խնդիրներ են տնտեսական կայունության համար։ Դուք հստակ տեսնում եք, թե ինչպես կարող են սցենարները զարգանալ, հաշվի առնելով, որ մեր հարևաններից մեկն էլ Իրանն է։ One of our neighbors is Iran. So I think actually you mentioned Iran. I actually think Դուք նշեցիք Իրանը։ Ես իրականում կարծում եմ, որ Հայաստանը առաջիկա ամիսներին կարող է բավականին կարևոր լինել աշխարհ քաղաքական հարթակում, քանի որ ակնհայտորեն հենց անցյալ շաբաթավերջին մենք տեսանք առաջին բանակցությունները Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Այսպիսով կարծում եմ, որ իրականում Իրանի հետ այս կապը կարող է բավական արժեքավոր լինել։ Նկատի ունեմ, որ կարելի է պատկերացնել, որ Երևանում գուցե կարող են հանդիպումներ տեղի ունենալ ամերիկացի եւ իրանցի պաշտոնյաների միջեւ։ Ով գիտի, կտեսնենք։ Այնպես որ կարծում եմ, որ Հայաստանը հնարավորություն ունի դրսևորելու առաջնորդություն, ցույց տալու, որ հասուն է միջազգային այս հարթակում։ Իհարկե, Ադրբեջանի հետ պատերազմը ողբերգություն է, եւ որքան շուտ խաղաղության պայմանագիր կնքվի, այնքան լավ կլինի բոլորի համար։ Եվ անկեղծ ասած, որքան շուտ խաղաղության պայմանագիր կնքվի, թերևս այնքան շուտ Եվրամիությունը կարող է պատրաստ լինել ներգրավելու։ Բայց դեռ կա երկաթուղու խնդիր, որը պետք է կառուցվի եւ որը իսկապես լուրջ խնդիր է այս երկու երկրների միջև։ And war is not good for anyone's economic. Պատերազմը լավ չէ որևէ մեկի տնտեսական զարգացման համար։ Այն չի նպաստում որևէ ընկերության կողմից Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարին։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ, ում հետ ես հանդիպել եմ, լինի դա խորհրդարանականներ, թե այլ մարդիկ, շատ դրական են խոսում Հայաստանի տնտեսության զարգացման եւ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։ Այնպես որ եթե հնարավոր լինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ, որի շնորհիվ հնարավոր կդառնա վերացնել ներդրումների համար մնացած անորոշությունը, ապա ես հույս ունեմ, որ Հայաստանի հեռանկարը շատ դրական կլինի։ This is your second. Արդեն երկրորդ թե երրորդ օրն է, որ Երևանում եք։ Այո, երրորդ օրն է։ Ինչ ծրագրեր ունեք։ Well, the plans were to do. Դե վաղը ծրագրում էի մի հրաշալի ճամփորդություն ունենալ երկրով, բայց կարծում եմ ձյուն է եկել։ Նաև անձրև տարվա բոլոր 4 եղանակներն էլ կան։ Like being in the UK. Այդպես էլ կա, այստեղի եղանակը կարծես միացյալ թագավորության եղանակը լինի։ Վաղը նույնպես կունենանք հանդիպումներ, իսկ հետո ցավոք գիշերվա կեսին պետք է հեռանանք Հայաստանից։ Բայց շատ հետաքրքիր էր։ Մենք այստեղ մի քանի լավ ընկերներ ձեռք բերեցինք։ Մենք գտանք մի քանի լավ գործընկերներ եւ իհարկե հույս ունենք, որ կարող ենք գտնել Հայաստանին աջակցելու ուղիներ, մասնավորապես կեղտոտ փողերի եւ ապօրինի ֆինանսների խնդրի շուրջ, եւ այն հարցում, թե ինչպես կարող եք ապահովել ձեր ֆինանսական համակարգի ամբողջականությունը։ Եվ մենք հույս ունենք, որ ակնհայտորեն ինչ-որ պահի կարող ենք հյուրընկալել մեր հայ ընկերներին Լոնդոնում եւ Բրյուսելում։ Իրականում կարծում եմ 2 շաբաթից մենք կունենանք Հայաստանից պետական պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակության այց Լոնդոնի մեր գրասենյակ։ Այսպիսով կապը միայն կուժեղանա։ So the connection will only get stronger. So we hope that Հուսով ենք, որ նորից կհանդիպենք եւ այդ ժամանակ դուք արդեն միգուցե ավելի մանրամասն կպատմեք, թե ինչ եք հայտնաբերել այս ընթացքում։ maybe about some more detailed conversation. What did you find out during this time? Մենք կպատրաստենք զեկույց մեր այցի մասին, այնպես որ իհարկե բոլորը հնարավորություն կունենան դա կարդալ, երբ հրապարակվի, եւ մենք անպայման դա կուղարկենք նաեւ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ես զրուցում էի Թագավորական Միացյալ Ծառայությունների ինստիտուտի ֆինանսների եւ անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրեն Թոմ Քիթինգի հետ։